Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Պապիկ, նախաճաշը պատրաստ է, ես գնում եմ դասի։ Պապիկ, այսօր ենքան լավ ուսումնական օր եմ ունեցել։ Պապիկ? Պապիկ! Պապիկ։ Արդյոք Հայկը հաղթեց Բելին։ Պապիկ։ Ինչ լավ է, չէ՞։ Թե չէ սուշի, ռեստորան, ծով, եկել ենք պիկնիկի։ Լավ, սկսում ենք։ 3 5 8 10 13 14 15 18 20 Դիտման բարեցիք, չէ։ Ընտրի, խիզախություն թե անկեղծություն։ Անկեղծություն։ Ես եմ հարցնում, պատմության ստուգողական արտագրել էիր։ Չէ, ուղղակի դու նախանձում ես, որ քեզնից բարձր եմ ստացել։ Մնում էր քեզ նախանձեի։ Հեսա կպարտվես, կիմանանք նախանձում ես թե չէ։ Հաշվի պարտվել եմ, ընտրում եմ անկեղծություն։ Նախանձում ես։ Չէ։ Մի վարքյան, ես հիմա ճիշտ եմ հասկանում, որ դու կռիվ եք անում ինչ որ գնահատականի համար։ Ես երկուսից էլ բարձր եմ ստացել։ Ես ձեզ հետ չեմ խաղում։ Ոչ մեկը խիզախություն չի ընտրում։ Դու ընտրի։ Խիզախություն։ Ես եմ ասում։ Դու ասա ես կարտագրեմ Աննա ջան։ 10 ջի մարը։ Այդ խիզախություն չի, այդ հավես։ Մեկ, երկու, երեք, 4 ապրես գոր դու հզոր ես։ Այն պապիկն ինչա տանջվում։ Բարև ձեզ։ Լարը ձգի։ Արմեն օգնի։ Դե կրակի։ Ես նետով կրակել չգիտեմ, պապի ջան։ Ամոթ քեզ։ Հա ինչ, ես էլ չգիտեմ։ Դե նենց է ես էլ չգիտեմ։ Դուր էստեղ։ Պապի ջան, բայց ինչի տա պետք։ Ես նետով կրակել գիտեմ։ Բա ինչի շուտ չէիր ասում։ Լարը հազիվ եմ ձգել, Մարիան ո՞նց էր կրակելու։ Այստեղ մոտիկ նետաձգարան կա։ Լավ բան ես ասում։ Ուրա, գնում ենք նետաձգարան։ Դե եկեք առաջնություն կազմակերպենք։ Համաձայն եմ։ Ով պարտվեց, մյուսներին պաղպաղակ ու լիմոնադա հյուրասիրում։ Սպասեք։ Հիմա ինչ գտար։ Էս եմ պապիկը, չի։ Էս պապիկին արդեն մի շաբաթա փնտրում են։ Դե եկեք զանգենք այս համարով ու ասենք, որ տեսել ենք։ Հա, ճիշտ որոշում է։ Բարև ձեզ, ձեզ պապիկ էր պետք, ձեր պապիկը կորել էր, դուք պապիկ էիք փնտրում։ Այո, դուք գտել եք նրան։ Դե չէ, մենք նրան տեսել ենք, ինչ-որ նետ կար ձեռքը ու գնաց։ Ուր գնաց։ Չգիտեմ, մենք այդ ժամանակ չգիտեինք, որ ինքը կորած է։ Ու ես ձեզ մի բան ասեմ, ինքը ընդհանրապես կորած տեսք չուներ։
Կարող եք ինձ հասցրել կամ կոորդինատներ ուղարկել, որտեղ տեսել եք։ Այո, իհարկե հիմա։ Ինչ էիր կմկմում։ Դե աղջիկ էր պատասխանողը։ Այդ ինչ կապ ունի։ Դե դու աղջիկների հետ խոսել չգիտես։ Քեզնից եմ արտագրում դրանից է։ Առաջարկում եմ Մարիայի հետ գնանք որսի։ Պապի ջան, այդ ինչ ես անում։ Կրակի։ Տվեք փորձեմ։ Անունդ ինչ է։ Հայկո, պապի ջան։ Հայկ։ Ավելի լավ է սպայի, ես տենամ թիրախս ոնց եմ սարքում։ Ես որտեղ եմ։ Հա։ Պապիկ, որտեղ էիր։ Գիտես ինչքան եմ քեզ փնտրել։ Պապիկին դուք եք գտել։ Ես անչափ շնորհակալ եմ։ Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Չէ, գիտեմ։ Եկեք ձեզ գրկեմ ու համեղ թխված հյուրասիրեմ։ Ներս եկեք։ Ձեզ ազատ զգացեք։ Միայն պապիկի սեղանին չմոտենաք։ Գիտեք, իմ պապիկը գիրք է գրում, գրքեր է գրում, շատ գրքեր։ Ինչ լավ է, որ գտել եք պապիկին։ Փրկարարներն ու ոստիկանները վաղուց էլ նրան չեն փնտրում։ Այսինքն վաղուց Պապիկը հաճախ է կորում։ Խաչատուր Աբովյանի պես։ Խաչատուր Աբովյանը մի անգամ ա կորել։ Ոչ, ոչ, պապիկը միշտ վերադառնում է։ Բայց նայած երբ։ Դե լավ, դուք հյուրասիրվեք, ես պապիկին թխված կտամ ու գամ։ Ինչ լավն են, չէ։ Հա, բայց այս տղից փախչելա պետք։ Համաձայն եմ։ Չծանոթացանք։ Ես Շահանեն եմ։ Ես Գորն եմ ու շատ համեղ թխվածքներ եք թխում։ Շնորհակալ եմ։ Ես Արմենն եմ։ Իրանք էլ Մարիան ու Աննան են, մենք շատ ուրախ ենք ծանոթության համար, բայց պիտի գնանք։ Շատ լավ, բայց ես ձեզ կնվիրեմ պապիկի գրքերից։ Ձեռագիր։ Չէ, ես հետո դրանք թվայնացնում եմ։ Պապիկ։ Որ գիրքը նվիրեմ երեխաներին։ Պապիկ, իսկ որ գիրքն է գրում հիմա։ Պապիկը հիմա գրում է առասպելների հետքերով գիրքը։ Իսկ սա պատմության հետքերով գիրքն է։ Իսկ նետա ձգարանում ինչ եք անում։ Հայկ Նահապետին եք փնտրում։ Այո։ Եվ գտա։ Մենք ամեն գրքից ունենք մեկ օրինակ։ Այս գրքից եւս ունենք մեկ օրինակ։ Այս գիրքը պապիկը որոշեց նվիրել ձեզ։ Ես ինքս կարդացել եմ։ Կարելի ասել նույնիսկ գրել եմ։ Ինձ դուր եկավ։ Ես անպայման կկարդամ։ Ես էլ եմ ուզում կարդալ։ Կկարդամ կտամ։ Դու կկարդաս, որ էլ չկռվեն։ Հետո կփոխանցես նրան ում ուզում ես։ Ես երկարա տևելու։ Մինչև գրքի վերջը։ Ես տենց համաձայն չեմ։ Ինչ ես անում։
Գիրքն ինձ են տվել, խելոք կմնաս նոր կտամ։ Կոր, խնդրում եմ, տուր գիրքը։ Նայ, տալիս եմ քեզ, բայց տունը կկարդաս։ Բա ես, ամենահետաքրքիր մասից կիսատ մնաց։ Եվա մենք գնացինք պաղպաղանք կերանք, տանգո պարեցինք։ Տանգո պարեցիք։ Որ պարենք չեք էլ նկատի։ Ես համաձայն եմ Գորի հետ։ Գիրքը հետո կկարդանք։ Հա, քեզ ինչ կա։ Գիրքը քո մոտ է։ Դե դու հետո կարտագրես։ Գոր, ասում եմ, բայց լավ մարդիկ էին։ Հա, բայց սկզբում վախենալու էին։ Ինձ դուր եկան։ Չգիտեմ ձեզ ինչն է այդքան դուր եկել, բայց ես ավելի համով թխվածք չէի կերել։ Ինչպես Ուրին ու Բարդին։ Ես քեզ համար ավելի համով թխվածքներ կպատրաստեմ։ Բա ես, Մալիա ջան, դու էլ իմ համար կպատրաստես, չէ։ Չէ։ Երևի բարին էլ դա։ Ինչ որ մեկը ինձ կբացատրի, մենք ինչի համար ենք այստեղ։ Մենք պատասխանատու ենք նրանց համար ու ընտելացրել ենք։ Ես ոչ ոքի չեմ ընտելացրել, փոքրիկ իշխանուհի ջան։ Չես ուզում գնա։ Գնում եմ։ Չեք գալիս։ Չէ։ Ամեն դեպքում եկեք Շահանեին զգուշացնենք, նոր կգնանք։ Լավ կսպասեմ։ Երեխաներ, ինչ ուրախ եմ, որ եկել եք։ Պապիկը հյուրեր շատ է սիրում։ Ինչ է եղել։ Ու այդպես նստեց 99 համարն ու գնաց։ Ասում ես ձեռքին կիթառ կար։ Վստահ չեմ, բայց շատ նման էր գիտարի։ Արդյոք ուր է հիմա պապիկը։ Բա ուր է գնում 99 համարը։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Հա, ես կարդացել եմ այն գրքում, որ պապիկը պատմության հետքերով հասնում է Արևմտյան Հայաստան, ուսումնասիրում է ամրոց ու արջ հարձակում նրա վրա։ Դե ես էլ դրանից հետո անընդհատ նետու աղեղով ման կգայի։ Երեխեք ժողով։ Շահանե ջան, որ շատ խնդրեմ մեզ քո համով թխվածքներից կհյուրասիրես։ Հա, իհարկե, հիմա։ Երեխեք ես չեմ ուզում արջերի հանդիպեմ։ Բա պապիկը։ Բա թխվածքները։ Բա մենք։ Բա պապիկը։ Ամեն դեպքում ես չեմ ուզում արջերի հանդիպեմ։ Շահանե ջան։ Մենք գնում ենք։ Ձեզ մաղթում եմ հաջողություն պապիկի որոնման գործում, բայց մենք դասում ենք անելու։ Հա, իհարկե, շնորհակալ եմ, որ եկաք, բայց եթե պապիկին տեսնեք, անպայման զանգեք, հա։ Ես էլ ձեզ համեղ թխված կհյուրասիրեմ։ Եթե չես ուտում տուն ինձ։ Հետո կուտեմ։ Աննա ջան, իդեպ ուր են Գորին խոստացված թխվածքները։ Շուտով կպատրաստեմ, երեք դասերը շատ էին։ Պապիկ ինչ էր գրել վերջին էջում։ Վերջ այդ թեման էլ չենք քննարկում, ոչ մի պապիկ։ Լավ։
իրականում պապիկի գիրքը շատ հետաքրքիր է։ Նա անդրադառնում է տարբեր պատմությունների ու հաստատում դրանց ճշմարտացիությունը։ Ու ստացվում է։ Հա, ու շատ տպավորիչ է։ Մարիա, դու ես մեղավոր։ Ամբողջ գիշեր վերջին էջի մասին եմ մտածել։ Եկեք գնանք կարդանք։ Համ կիմանանք պապիկին գտել են թե չէ, համ էլ թխված կուտենք։ Ոչ մի թխված։ Աննա, դու ասում ես, որ պապիկը իր գրքում նկարագրում է, թե ոնց է գնում այստեղ այնտեղ ու գտնում այս կամ այն բանի ապացույց է, չէ՞։ Համարյա։ Ես արտագրելուց իմ բառերով եմ արտագրում։ Առակդ, ինչ կցուցանե։ Մարիան ճիշտ է ասում։ Մենք կարող ենք կարդալ միանգամից վերջին էջը ու հասկանանք, թե որտեղ է պապիկը։ Մենք գտել ենք գաղտնիքը։ Վերջին էջի գրածն է պետք կարդալ։ Ու թխվածք։ Դուք կարծում եք, որ վերջին էջը կարդալով կգտնեք պապիկին։ Զարմանում եմ այս մասին, ոնց շուտ չէիք մտածել։ Հայոց աշխարհի հյուսիսից եմ գալիս, Երասխի հովտից, ասաց ծերունին, այնտեղ վիշապներ են բույն դրել ու ժողովրդին տագնապի մատնել։ Հետո Այսքանն է, սա լրիվ նոր գլուխ է։ Բա երաշտական գործիքը ինչ կապ ունի։ Որքան ժամանակ անցնում է, այնքան պապիկը հեռանում է։ Չեմ գտնում այդ տողերը։ Մեզ գրքեր են պետք։ Բայց ինչ եք փնտրում։ Պապիկին։ Երկնեց երկինք և երկիր, երկնեց և ծով ծիրանի, և եղեգնիկը կարմիր, երկնեց ծովում ծիրանի, ծուխեր դուրս գալիս եղեգան փողից, բոցը դուրս գալիս եղեգան փողից, բոցն է պատել կարմիր եղեգնիկ, բոցը դարձել և ծով ծիրանի։ Գորջան այդ գործիքից էր պապիկի ձեռքին։ Գոր քամանչային էր սխալ գիթառ ասում։ Չէ։ Ոչ, բայց շատ նման էր քամանչային։ Սխալ քամանչա էր մի խոսքով։ Լավ, եկեք հասկանանք ինչ ունենք հիմա այս պահին։ Ես կարող եմ ասել ինչ չունենք։ Չունենք գործիքի անունը։ Չգիտենք թե որ առասպելն է ուսումնասիրում պապիկը, որտեղ է հիմա նա։ Իսկ ինչ ունենք։ Եկեք գնանք Շահանեից ներողություն խնդրենք, հետո կգնանք տուն։ Ոչինչ չի ստացվում։ Չեմ ուզում լսել ոչ մի խոսք հանձնվելու մասին։ Մենք որոշել ենք անել, պիտի անենք, ու մենակ մենք կարող ենք գտնել պապիկին։ Գորջան, մենք արդեն մի անգամ պատահական գտել ենք պապիկին, բայց ոնց տեսնում ես, հիմա չենք կարողանում։ Եվ հետո մենք շատ գործեր ունենք։ Ներողություն, բայց ինչ պապիկ։ Չեն գտել, բայց մեր ամեն քայլը մոտեցնում է հաղթանակին։ Գոր, այս սպորտ չի ու այստեղ ռոմանտիկան չի օգնում։ Ես համաձայն եմ Գորի հետ։ Հանձնվելը միայն սպորտում չի թուլության նշան։ Նույնիսկ սպորտում երբեմն հանձնվելը խելամտության նշան է։ Հանձնվում են միայն այն դեպքում, երբ կա հակառակորդ, իսկ դու մարզումներից էլ ես հրաժարվում։ Շահանեն ա զանգում։ Ալո։ Լավ։ Ասում եմ կարևոր բան է գտել։ Ուրա։ Այ խելամիտ, դու նոր հանձնվում ես։ Ես խելամիտ եմ։ Եթե կա հաղթելու հնարավորություն, պետք է օգտագործել։ Գնացինք։ Գնացինք։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, եկում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մեր հերթանքը լինի։ Անցնենք փորձությունը ժասով հետքերով արկածների, արկածների, արկածների։
արկածների հետքերով Անցնենք փորձությունը դասով հետքերով արկածների Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։